Ձու Բենեդիկտի ծագման բազմաթիվ վարկածներ են շրջանառվում, որոնցից թերևս ամենատարածվածի համաձայն ճաշատեսակը ստեղծվել է 20-րդ դարասկզբին Նյու Յորքի Վալդորֆ հյուրանոցում, երբ Լեմյուել Բենեդիկտը, ով տառապում էր պախմիելիից։ Այստեղ մի հատ ստոպ տանք ու ասեմ, որ ես դրա հայրենը չգիտեի, գնացի բառարանները քրքրեցի, պարզվեց հայերեն խոմար է։ Իդեպ արաբերեն էլ խամարը գինի է նշանակում, երևի իրար հետ ինչ-որ կապ ունեն։ Վերջը։ Այդ մարդը պատվիրեց կարագով տապակած հաց, խաշած ձվեր, խրխրթան բեկոն և հոլանդեզ սոուս։ Ռեստորանի ղեկավարը տպավորվեց այս համադրությամբ և փոխարինելով անգլիական կեքսը տոստով, իսկ խոզապուխտը բեկոնով ավելացրեց այն ռեստորանի ճաշացանկում, անվանելով ձու Բենեդիկտ՝ ի պատիվ իր ներշնչանքի աղբյուր Լեմյուել Բենեդիկտի։ Բենեդիկտի ծագման վարկածները շատ են, բայց մի բան հստակ է, որ լավ խաշած ձվերի, տոստի, խրխրթան խոզապուխտի ու հոլանդեզ սոուսի համադրությունն այսօր դարձել է բրանչի հոմանիշ։ Ներքևում կթողնեմ վայրեր, որտեղ մատուցվում է այս ուտեստը։